Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Բեգլարյան։ Բարև ձեզ, Իննա։ Պարոն Բեգլարյան, սկզբի համար մեր հարցազրույցը ուզում եմ սկսել երկրորդ նախագահին ցիտելով Ռոբերտ Քոչարյանին։ Ռոբերտ Քոչարյանը իր հարցազրույցներում եւ ասուլիսներում միշտ գրեթե միշտ ասում է, որ իրավիճակին նայենք Ռուսաստանի աչքերով, հասկանանք թե ինչ է մտածում, ինչ է ուզում Ռուսաստանը, պարբերաբար հենց այդ միտքն է շրջանառում, որ իրավիճակին մի հատ նայենք Ռուսաստանի աչքերով։ Քանի որ գիտեմ, որ դուք վաղուց երկար տարիներ, եթե չեմ սխալվում, 88 թվականից ապրում եք Ռուսաստանի Դաշնությունում։ Ինչ նկրտումներ, ինչ ձգտումներ ունի այսօրվա Ռուսաստանը։ Ինչ պետություն է այսօրվա Ռուսաստանը, ինչ ձգտումներ ունի, ինչ առաջնահերթություններ ունի, ինչ տեսլական ունի։ Եվ նաև ինչու առաջնահերթություն կամ, այսպես ասեմ, կարիք առաջացավ, որպեսզի Սամվել Կարապետյանը, Ռուսաստանաբնակ հայ գործարարը, գործուղվի Հայաստան եւ մտնի քաղաքականության մեջ։ Եկեք հասկանանք մի հատ այս ամբողջին նայենք Ռուսաստանի աչքերով եւ հասկանանք ինչ է կատարվում։ Ինձ թվում է, ոչ թե թվում է, այլ համոզված եմ, որպեսզի այդ հարցին լիարժեք պատասխանենք, մենք պետք է մի քիչ հետ գնանք, մի քիչ ավելի գլոբալ մտածենք, թե ընդհանրապես Ռուսաստան պետությունը ինչպես է, ներկա վիճակում ինչ է, ընդհանրապես Ռուսաստան պետությունը կարող է շատ դրական ազդեցություն ունենալ իր հարևանների վրա, կարող էր շատ հզոր էկոնոմիկա ունենալ, կարող էր դեմոկրատական կարգեր ունենալ, բայց այնպես է ստացվել, որ հիմա Ռուսաստանի Դաշնությունը եւ Ռուսաստանի ղեկավարությունը դրանք բոլորովին տարբեր բաներ են։ Ինչպես, պարոն Բեգլարյան, այսինքն այսպես, որ ավելի պարզ ասեմ, որ անդիմադիր ուժերը եւ այն մարդիկ, որ ուզում են, որ Ռուսաստանը լինի ազատ պետություն, լինի դեմոկրատական պետություն, ասում են, որ Ռուսաստանի իշխանությունները օկուպանտներ են, այսինքն օկուպանտները հիմա ղեկավարում են Ռուսաստանը եւ իրանց գործողությունները դեմ է ժողովրդին, դեմ է պետությանը։ Իսկ այդ ընդդիմադիրների ձայնը ինչու լսելի չէ, նրանք տեսանելի չեն, որոնց մասին դուք խոսում եք։ Որովհետև Ռուսաստանը միշտ իր խելոք ավելի զարգացած մասային տարբեր ձևերով մի անգամ էլ առիթ եղել ասել եմ, որ կամ այնպես են անում, որ իրանք երկրից դուրս են գալի, կամ բանտարկում են, ու միշտ եղել է այդպես, եթե հիշենք նույնիսկ 17 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, որ Ռուսաստանի բնակչության զարգացած խավը թողեց Ռուսաստանը հեռացավ, 39-ական թվականների նույնն ա եւ զինվորականների հետ են հաշվի հարգար տեսե եւ զարգացած ժողովրդի հետ, եւ հիմա էլ նույնը Պուտինի ժամանակաշրջանում անընդհատ օրենքները դառնում են ավելի ռեակցիոն, ավելի վատ ժողովրդի համար, ոչ դեմոկրատական, թույլ չեն տալի, ասենք, միտինգները արգելված են եւ նույնիսկ ասենք մարդիկ, որ դուրս են գալի պիկետի, բանը դա համարվում է միտինգին հավասար։ Այսինքն ժողովրդի ձայնը լռեցվում է, ընդդիմությունը ճնշված է։ Ժողովրդի ձայնը լռեցվում է, ընդդիմությունը ճնշված է, ով որ մի բան ասում է, մի 10-15 նոր քրեական եւ ադմինիստրատիվ օրենքներ են ներմուծել, ընդունել, որոնց համաձայն ամեն մի խոսք կարող է պատժվել եւ բացի դրանից ցանկացած խոսք իրենք կարող են որակել ցանկացած դեպի։ Մի խոսք ասում ես, կարող են համարել էքստրեմիստ ես։ Քրեական հոդված։ Պարոն Բեգլարյան, ասացիք օկուպացրել են այսօրվա իշխանությունները Ռուսաստանի Դաշնությունը եւ իրենք միանձնյա, այսպես ասած, ստանձնել են այդ ղեկավարումը։ Որն է նրանց նպատակը։ Նրանց նպատակը անձնական է հարստանալ, ուղղակի պետության շահերի տեսանկյունից։ Ինչպիսի պետություն են պատկերացնում։ Իրենք պետության շահերի տեսակետից ընդհանրապես մի բան են պատկերացնում, որ իրենք լինեն կոնկրետ Ռուսաստանի Դաշնության նախագահը, ինքը լինի ամենակարող, աշխարհում իր հետ հաշվի նստեն, առանց հասկանալու, որ հաշվի նստելու համար պետք է էկոնոմիկա ունենա։ Իսկ ինքը ուզում է իր չունեցած էկոնոմիկայով
եւ մտածածին զինված ուժերով ուզում է աշխարհում հարցեր լուծի։ Ինչու մտածածին, պարոն Բեգլարյան։ Որովհետև իրոք ռեալ իրականությունը ցույց տվեց, որ ինքը Ռուսաստանը այդ ուժերը չունի։ Նկատի ունեք ռուս-ուկրաինական պատերազմը։ Այո, 18-19 թվականներին ուրեմն իրանք ուսումնասիրեցին իրանց հնարավորությունները եւ հայտարարվեց, որ Ռուսաստանը կարող է միանգամից 4 կոնֆլիկտի մեջ լինել, որ իրանք այդքան ուժ ունեն։ Այսինքն դա պարզվեց, որ սուտ է։ Եվ միշտ իրանց մասին տենց են մտածում։ Տեղեկատվությունն էլ ստատիստիկան միշտ սխալ է։ Պարոն Բեգլարյան, ներողություն եմ խնդրում։ Այ ասացիք, որ իրենք իրենց հնարավորությունները գնահատել են, որ միաժամանակ կարող են 4 կոնֆլիկտ նկատի ունեք, թե պատերազմական իրավիճակում։ 4 զինված կոնֆլիկտ։ Հիմա տեսեք, ուկրաինական հարցի վերաբերյալ կար մոտեցում, իրենց ռոպագանդիստները հայտարարում էին նաև, շատ ենք այդ մասին լսել, որ 3 օրում հնարավոր է գրավել Կիևը։ Ինչ է կատարվում արդեն 4-րդ տարին։ 5-րդ տարին, ներողություն եմ խնդրում։ 5-րդ տարին բացվում է իրականությունը, երբ որ դու թերագնահատում ես հակառակորդին, գերագնահատում ես սեփական ուժերդ։ Իսկ իրականությունը ո՞րն է այսօր։ Որովհետև Ռուսաստանի խոսույթում էլի այնպիսի իրավիճակ է, որ Ուկրաինայի համար շատ ծանր իրավիճակ են ստեղծել, այսօր չէ վաղը Ուկրաինան կհանձնվի։ Օրինակ օրերս Պեսկովը ասում էր, որ Ուկրաինայի վիճակը շատ ծանր է եւ դա փոխվում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։ Ուրեմն ես նորից ընդհանուր թեզ ասեմ, ոչ թե թեզ, այլ Ռուսաստանի ղեկավարը, Ռուսաստանի ՌԴ-ի նախագահը մի շատ կոպիտ սխալ թույլ տվեց, դա իմ հետևությունը, իմ անձնական հետևությունն է, ոչ միտեղ չեմ լսել, շատ մեծ, շատ հզոր սխալ թույլ տվեց, որ ինքը առանց հասկանալու ամբողջ աշխարհին, առաջադեմ աշխարհին հայտարարեց սպառազինությունների մրցավազք։ Սպառազինությունների մրցավազքը ո՞նց հայտարարեց։ Ասեց ես ունեմ արեշնիկ, ես ունեմ բուլավա, ես ունեմ սարմատ, այս բալիստիկ հրթիռը, մյուս բալիստիկ հրթիռը, կինժալը, միջուկային զենքը ունեմ։ Երբ որ դու քեզ գովում ես, որ դու ուժեղ ես, բայց չէ որ այդ ուժը հիմնված է էկոնոմիկայի վրա։ Իսկ դու, որ ասենք ունես մի բնակչի հաշվով $18,000 էկոնոմիկա, ինչքան էլ խափես, թե դա 3 անգամ բազմապատկում ես, որ մտամ գնողունակությունը ավելա, գնողունակության ավելի ոչ մի հարց չկա։ Ռեալ էկոնոմիկա այդքան է, իսկ մյուս երկրները 90-80 հազար $, մի բնակչի հաշվով էկոնոմիկա ունեն։ Իսկ բացարձակ թվով, եթե հավատանք, որ ճիշտ են ասում, $2 տրիլիոն հնա ունի Ռուսաստանը, Եվրոպան ունի $20 տրիլիոն, Ամերիկան $30 տրիլիոն։ Ես այդ թվերի վրա բացարձակ չեմ հավաստի չեմ ասում, որ ճիշտ է, որովհետև ՄԱԿ-ը ուրիշ ձև է գնահատում, միջազգային բանկ ուրիշ ձև է գնահատում, միջազգային վալյուտային ֆոնդը տարբեր է գնահատում, բայց համենայն դեպս պլյուս մինուս մի թեթև։ Ու առանց հասկանալու Ռուսաստանը գնում է դեմ։ Ոնց կարող է, ես ռուսներին էլ շատ եմ բացատրում, որտեղ տարբեր Եդինայ Ռոսիայի մարդկանց հետ եմ շփվում։ Ասում եմ, ոնց կարող է այդ էկոնոմիկան հնարավոր չի։ Թույլ էկոնոմիկան չի կարող ուժեղ բանակ ունենալ։ Մանավանդ կաշառակերությունը ահավոր է։ Բանակում ահավոր կաշառակերությունը եւ երկրում ահավոր կաշառակերություն։ Ամեն տեղ ահավոր կաշառակերությունը, ամենահարուստ բիզնեսմենները պաշտոնյաներն են, ամենահարուստ մարդիկ, ովքեր որ պաշտոնի են նստած, ոչ թե բիզնեսմեններն են ամենահարուստ, այլ պաշտոնյաները կամ էլ նախագահի Պուտինի ընկերներն են։ Այսինքն Ռուսաստանում հարստանալու համար առանձնապես խելք, ջանք պետք չէ։ Չէ, ուղղակի պետք է որ մոտիկ ծանոթ ունենաս, որովհետև Ռուսաստանի Դաշնության նախագահի ընկերները, կուրսեցիները, դասարանցիները, բարեկամները,
կոոպերատիվ օզերայա եղե Պիտերում, բոլորը կամ իր Սամբոյի մարզիչները, բոլորը ամեն մեկը Ռուսաստանից մի հատ կտոր ունեն եւ առանց նայելու էկոնոմիկայի զարգացմանը իրանք զբաղված են կոռուպցիայով, թալանով կամ մի մասը ունենալով։ Լավ, ինչով է զբաղված եղել նաև Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնությունում եւ ինչպես է հարստացել այս պայմաններում։ Հիմա վերջացնենք միտքը, որ այդ պատճառով բանը Ուկրաինան, այդ պատճառով Ռուսաստանի զինված ուժերը թույլ են եւ ամեն ինչ գնում է նրան, որ ինչպես ԽՍՀՄ քանդվեց սպառազինության մրցավազքի պատճառով։ Նույն ձևի հնարավոր է, որ տեղի ունենա Ռուսաստանի հետ սպառազինության մրցավազքը, որտեվ եթե ինքը առաջադրել է, բոլոր արդեն Եվրոպան սկսել է, Ամերիկան սկսել է ավելացնել։ Նրանք գնում են սպառազինության մրցավազք կոնկրետ լրիվ վերջնական չի, բայց ամեն ինչ գնում է դրան։ Ու այդ պատճառով Ռուսաստանը չի կարող ինքն էլ չարտադրել զենք, այդ պատճառով չի դիմանա։ Նորից չի դիմանա սպառազինության մրցավազքին եւ քաղաքական պատճառներով եւ թույլ տնտեսական պատճառով հնարավոր է նաեւ Ռուսաստանի Այսինքն փլուզում է հնարավոր ներսից։ Քաղաքական շրջանակները, ներսում տրամադրությունները ինչպիսին են, ասացիք, որ տարբեր քաղաքական ուժերի հետ շփումներ եք ունեցել, իրավիճակը բացատրել եք, մոտեցումները։ Չկա, բան անդիմադիր դաշտ չկա Ռուսաստանում հիմա, բոլոր անդիմադիրները ձևական անդիմադիր են։ Ես եղել եմ միջին ղեկավար մտամ անդիմադիր Սպրավիդլիվայա Ռոսիան, դուրս եմ եկել բոլոր նորմալ մարդիկ, ինչքան որ կային դուրս են եկել, որտեղ հասկացան, որ ոչ մի իրոք ոչ մի անդիմադիրություն չկա, բոլորը ոնց որ Եդինայա Ռոսիայի բանը բաժանմունքները լինեն, բաժանմունքները կցորդները լինեն։ Ու հիմա ասենք վերադառնամ ես այն բանին, որ ՌԴ-ի նախագահը ստեղծել է սահմանադրություն, միանձնա ղեկավարություն, միանձնյա որոշումներ, նույնիսկ այն տեսագրությունը, որ ցույց տվեցին, որ ինքը սկսում է Ուկրաինայի դեմ կռիվը, այդ ժամանակ թե արտաքին հետախուզության պետը ոնց էր երրորդ դասարանի Էշեկերտի նման կմկմում իր դեմը ու երևում էր, որ ինքը միանձն է ընդունել այդ որոշումը սխալ պատմվածքների վրա, որ Ուկրաինան թույլ է, ծաղիկներով են դիմարելու, մենք ուժեղ ենք, 3 օրում հաղթելու ենք։ Այնինչ Ուկրաինան 14 թվականից սկսած իր զինված ուժերը բերում էր մակարդակի։ Եվ հիմա ինչ է ստացվում, որ հնարավոր չի, եթե Ռուսաստանից թռնում է խոսքի օրինակ 500 ԱԹՍ եւ Եվրոպան, Ամերիկան կարող են այնց անել, որ Ուկրաինան էլ կարողացել է արդեն արտադրել, ենթադրենք 5000 ԱԹՍ թռնի Ուկրաինայի կողմից, տարբերակ չկա, որ Ռուսաստանը հաղթի, տարբերակ չկա։ Եվ հիմա մեր Հայաստանի ընտրությունների հետ ես կապում եմ սենց, քանի որ ամեն ինչ գալիս է նրանից, որ Ռուսաստանի ներկա ղեկավարությունը ուզում է արդեն փող ինչքան պետք է իրանք բոլոր ունեն, իրանց ընկերներով, ամեն ինչով, նույնիսկ Վիան Լանչելիստը կարողանում է 4 միլիարդ դոլար փոխանցել offshore, Ռալդուգինը, Վիան Լանչելիստը, իր ընկերները, մոտիկները, եւ ուզում է համաշխարհային իշխանությունը Պուտինը ուզում է կիսել, բայց չի ստացվում։ Որտեվ ես մի անգամ էլ ասել եմ, որ Օբաման ասեց, որ Ռուսաստանը ռեգիոնալ պետություն է, տարածաշրջանային Պուտինը Ուկրաինայի պատերազմով ապացուցեց, որ Ռուսաստանը չի ձգում։ Անկամ ռեգիոնալ պետության չի ձգում։ Հիմա ուրեմն ամեն ինչ նրանում է, որ քանի որ Պուտինը ուզում է վերականգնել ինչքան հնարավոր է սովետական ԽՍՀՄ ուզում է վերականգնել, Մերձ Բալթիկան հնարավոր չի, իրանք էլ հասկանում են, որ դա ՆԱՏՕ-ի անդամ երկիր են, Միջին Ասիան ուզում է պահի, Միջին Ասիան իրան պատասխանում են եւ
Չինաստանի հովանավորությունն են վերցրել Միջին Ասիայում, Բելարուսյան տեսնում ենք ինչա, Վրաստանը կորցրել է, Ադրբեջանը նորից նույն վիճակում է, կարողանում են կոշտ կոպիտ Պուտինին պատասխանել, նույնն էլ վիճակը տենց ահում ու միակ ոնց որ իրանք ասում էին հավատարիմ բարեկամը Հայաստանն էր, բայց իրանք Հայաստանի հետ բարեկամություն չարեցին։ Ինչու՞, պարոն Բեգլարյան, ինչ տեղի ունեցավ Որտեղ իրանք բնավորությունը այդ մեծապետական շովինիզմը են մակարդակի հասել, որ նույնիսկ արդեն իրանք մոտ ֆաշիզմի նշույլեր էլ կան եւ նույնիսկ սենց օրենքել են ընդունել քրեական օրենք, որ ով որ փորձի համեմատել Ռուսաստանին ղեկավարությանը ֆաշիստների հետ, ֆաշիստական պետության հետ քրեական հոդված է, ով որ փորձի համեմատել քրեական հոդված է վերցնում։ Լավ, հայ-ռուսական հարաբերությունների մասին։ Հիմա հայ-ռուսական հարաբերությունը, այդ ամենից է բխում նաև հայ-ռուսական հարաբերությունը, որպեսզի իր ազդեցությունը չկորցնի, որպեսզի իր հեղինակությունը չկորցնի, որ ամենտեղ ամեն ինչ կարողանում է անել, Հայաստանը ոնց որ դուրս էր գալի ամենահավատարիմ ու վերջին ֆորպոստն էր, որ միշտ հավատարիմ ա, բայց հավատարմությունը Միջև երբ Պարոն Բեգլարյան, միջև երբ Երևի միջև հեղափոխությունը, որտեվ ես ինչքան հիշում եմ, շատ սենց պահ ա եղել առաջին հանդիպումների ժամանակ, որ Պուտինը Փաշինյանին ասել որ Քոչարյանը իմ ընկերն է, им лесած տվյալները, որ Փաշինյանը պատասխանել է, я сожалею, что у вас такие друзья. Ես ինձ թվում է կոնկրետ եւ հեղափոխությունից հետո եւ կոնկրետ ավելի շատ այդ խոսքերից հետո, որտեվ շատ հիշաչար քինախնդիր մարդ է իր անձնական բնավորությամբ, բայց կարողանում է բանանել քինախնդիրը լինել այնքան ինչքան որ կարող է, ոնց որ մի քիչ հասկանում է, որ չի կարելի մինչև վերջ։ Այսինքն Սերժ Սարգսյանի, Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին ըստ էության Ռուսաստանի Դաշնությունը խնդիր չի ունեցել Հայաստանը, այսպես ասեմ, ձեռքից Հայաստանը ղեկավարվել է, եթե Ռուսաստանը կարողացել է, ես ինչքան գիտեմ, որ Իրանից եկող գազատարը պետք է լիներ 1250 միլիմետր, թե ինչ, այսինքն 1 մետր 20 սանտիմետր պետք է լիներ այդ խողովակի տրամագիծը, բայց հիմա 700 քանիսը, այսինքն 70 քանի սանտիմետր է, եւ քանի որ տրամագծով չի այդ ծավալը գալիս այդ հատվածքի մակերեսով, այսինքն մոտ 2.5-3 անգամ ավելի քիչ գազ է գալի։ Այսինքն իրանք այն գլխից կարողացել են Հայաստանին թելադրեն, թե Հայաստանը ինչ գազամուղ ունենա, որպեսզի չկարողանա, ասենք, կամ իրան ապահովել կամ մի բան էլ ավել լինի։ Իսկ եթե ես այդ եմ ասում, ռուսական ազդեցության մեծությունը, որ նաև տնտեսության վրա Իսկ ինչ ազդակներ են եղել Ռուսաստանի ազդեցության նկատի ունեմ Քոչարյանի տարիները, էլ ինչպես են ուժեղացրել Ռուսաստանի դիրքերը Հայաստանում, նույն Սերժ Սարգսյանի տարիները։ Ինչպես է ուժեղացել Ռուսաստանը Հայաստանում Քոչարյանի, Սարգսյանի կառավարման տարիները։ Նույն հիմնական մեծ ձեռնարկությունները կոպեկներով Ռուսաստանին պարտքի դիմաց տալը եւ անվերապահորեն իրանց լսելը ԵԱՏՄ մտնելը մեկ գիշերում ԵԱՏՄ մտնելը Սերժ Սարգսյանի օրոք 13 թվականին նույնպես այդ քայլերից էր, պարոն Բեգլարյան։ Այո, նույնն էր, ասենք, եթե Ուկրաինայում չկարողացան ստիպել, որ Ուկրաինան հետ կանգնի այդ հարցից, մեր ժամանակ այդ կոնֆլիկտը առաջացավ 13-14 թվականի ընթացքում։ Նույնն էլ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության նախագահի գործիքները, որ ինքը ժամանակին ասել է Ռուսաստանի վարչապետ Կասյանովին, Կասյանովը ինքը իր հիշողություններում ասում է, որ
Ռուսաստանի Դաշնության նախագահ ասեց, որ бана комитетчик должен быть авантюристом, шантажистом, подкупщиком. Ավանտյուրա, ահաբեկում եւ կաշառք։ Նույնն էլ ասենք Հայաստանին պահելու իր բանի տակ, իհարկե ինձ թվում է Քոչարյանի եւ Սարգսյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ահաբեկում երևի չի եղել, եղել է, ոչմ կաշառք, ինչ որ մի ձևով, ինչ որ մի բաժնից եւ ինչ որտեղ հնարավոր է որ մի քիչ էլ շանտաժ ահաբեկում քիչ եղածելի, բայց հիմնականում իրանք ինչ ասել են Ռուսաստանից, լսել են։ Ինչ տեղի ունեցավ 18 թվականին, պարոն Բեգլարյան, եւ ինչու դա չկարողացավ Ռուսաստանի Դաշնությունը ներել Հայաստանին։ Ռուսաստանի Դաշնությունը չկարողացավ ներել Հայաստանին, որտեվ սիստեմների տարբերություն առաջ եկավ։ Ռուսաստանը ավտորիտարիզմից գնում է դիկտատուրա, երևի արդեն հասել է դիկտատուրայից, իսկ Հայաստանում համարյա դիկտատուրան փոխվեց համարյա դեմոկրատիայի։ Ինչի եմ ասում համարյա, որտեվ Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ժամանակ մի քանի դեմոկրատական տարեր երևի կային մեր պետության մեջ Հայաստանի եւ հեղափոխությունից հետո 18 թվականից հետո մի քանի թերություն մնացել է, որպեսզի լիարժեք դեմոկրատիա լինենք, կարելի ասել շատ մեծ չափով մենք դեմոկրատիա ենք, որոշակի շտկումներ պետք է անենք, որպեսզի լիարժեք դեմոկրատիա լինենք։ Որոնք են այդ շտկումները, պարոն Բեգլարյան։ Օրինակ նախկին ղեկավարներին քաղաքական դաշտից դուրս դնել է, ինչը պահանջում է նաև ժողովուրդը։ Ինչ է կարծում, սա կարևոր է այդ ճանապարհին։ Նրանց դատաիրավական, այսպես ասած, գնահատական տալը նրանց կառավարման տարիներին։ Ուրեմն ես համաձայն եմ ԿՊ-ի վարած քաղաքականությանը, որ փափուկ լինել, բայց մյուս կողմից էլ ես ժողովրդի կողմն եմ, որովհետև փափուկ քաղաքականությունը չեն հասկանում, չեն գնահատում։ Եթե իրանց հետ մի քիչ ավելի կոշտ վերաբերմունք լիներ, միանգամից ասենք իրենց արած հանցագործությունների համար նրանք պատասխան տային, տենց չէր լինի, եթե շուտ պատասխան տային, տենց չէր լինի։ Իսկ ձգեցինք, ասեցինք վենդետա չի լինելու, իրանք էլ վենդետա չի լինելու, դե մենք մնացինք մեր փողերով, մեր ձեռնարկություններով, մեր սեփականությունով, կամաց սկսեցին գլուխ բարձրացնել։ Եթե հիշում եք, միանգամից գլուխ չեն բարձրացել հեղափոխությունից հետո հակահեղափոխական ուժերը։ Հիմա Սամվել Կարապետյանի Հայաստան գալը ինչ նպատակ ուներ եւ ինչու դրա կարիքը կար։ Սամվել Կարապետյանի Հայաստան գալը իմ անձնական միտքն է, Սամվել Կարապետյանը բոլորովին ցանկություն չի ունեցել Հայաստան գալու, քաղաքականության մասնակցելու եւ ինքը քաղաքականությունից շատ հեռու մարդ է, ցանկացած գործարար մարդ, եթե ուզում է քաղաքականությունով զբաղվել, գոնե մի 5 տարի, 7 տարի պետք է քաղաքականության մեջ ուսումնասիրի, ինքը կարող է լավ գործարար մարդ է, բայց ինքը ոչ քաղաքականությունից շատ հեռու է, չի հասկանում ու ստիպված է։ Ես համոզված եմ, որ ինքը չի ուզե, իրան ասել են գնա, որպեսզի գնա, դե կարող է, ասենք, ինչ որ չեն վախեցրե, բայց հնարավոր է նաև թույլ նշույլներով ինչ որ տենց բան լինի, ասի դե դու մեզ մոտ աշխատում ես, քո ամբողջ կարողությունը մեր երկրում է, մենք քեզ թույլ ենք տալի աշխատես, ուզում ենք որ գնաս մի հատ սենց բան անես, փոփոխություն արվի, որ Հայաստանի իշխանությունը գա մեր ուղեցիր, մեզ ենթարկվի առաջվա նման։ Այսինքն նպատակը դա է եղել։ Ռուսաստանի Դաշնության նախագահի առաջադրանքով պարտադիր չի, որ կոնկրետ ՌԴ-ի նախագահը խոսացած լինի Սամվել Կարապետյանի հետ, կարող է Կիրիենկոն խոսացած լինի, մեկ ուրիշը խոսացած լինի եւ այդ առաջադրանքը ինքը վաղուց ստացած լինի, ոչ թե 2 ամիս առաջ, ասենք մի տարի առաջ, մի 8 ամիս առաջ այդ առաջադրանքը ստացած լինի ու գա։ Նպատակը, ինչպես դուք նշեցիք, Ռուսաստանի ուղեցիր տանելն է։ Այո, իշխանությունը վերցնել, Հայաստանին նորից այդ հեղափոխությունից հետ տանել, Հայաստանին տանել Ռուսաստանի ուղեցիր, դե որպեսզի, ասում եմ, իրանք նորից մտածեն, որ իրանք մեծ են, բան են, ինչ հիմարություններ ասես, որ չեն ասում
ասում են Ռուսաստանի սահմանները ոչ միտեղ չեն վերջանում։ Եթե դու տենց ասես ամբողջ աշխարհը քո նկատմամբ ոնց կտրամադրվի, պարզավորված։ Պարոն Բեգլարյան, բայց ամեն դեպքում տեսեք, Սամվել Կարապետյանի հայտնվելը, դուք ասում եք, որ կարող է լինել սպառնալիք, կարող է լինել շանտաժ, այսպես ասեմ, ինչու էր կարևոր, ինչու էր պետք, այստեղ արդյոք նույն Ռոբերտ Քոչարյանը այստեղ էր, քաղաքական դաշտում էր, ինչու չկար արդեն այդ վստահությունը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։ Ուրեմն ռուսական պրոպագանդան շատ հզոր գործիք է, շատ հզոր ու իրենց բոլոր լրատվությունը արդեն նաև համացանցի լրատվություն են բոլորը վերցրել իրենց ձեռքը եւ նույնիսկ գոյություն ունեն fake այդ բանը fake ինտերնետ կազմակերպություններ, որտեղ նստած են 300, 400, 500 հոգի ու ասենք իշխանության թեզիսների տակ իրանց գրում են իրանց կարծիքները լայք են դնում, կարծիք են գրում, կարծիք են բանանում։ Նույն ձևի էս մեր հեղափոխության դեմ էլ ընտրությունների դեմ էլ նույնը կատարվել է, չէ՞։ Այդ շատ խոշոր մասշտաբով կատարվում է ամբողջ Ռուսաստանում, դրա համար կարողանում են ամբողջ Ռուսաստանի ժողովրդին հիմարացած վիճակում պահել ու իրանք գիտեն թե ինչ որ ասում է պրոպագանդան, մեկը ինձ ասում է դու հերոստացույց չես նայում, այսինքն եթե ես հերոստացույց եմ նայում, ուրեմն պետք է ճշմարտություն իմանամ, ժողովրդային կարծիքն է, որ հերոստացույց ճշմարտություն ասում Ռուսաստանում, այնից շատ ուժեղ պրոպագանդա է, так ձեր Ինչու չհենվեցին Քոչարյանի վրա եւ կարելի եղավ Ինչու չհենվեցին, որտեվ այդքանով հանդերձ իրանք նաև քանի որ ունեն լավ պրոպագանդա, ունեն լավ վերլուծական կենտրոններ, կոնկրետ Կիրիենկոյի վարչությունը կոնկրետ դրանով զբաղվում եւ իրանք հասկանում են, իրանք գիտեն, որ Քոչարյանը չունի Քոչարյանի հակառեյտինգը շատ մեծ է Հայաստանում։ Հակառեյտինգը շատ մեծ է, որտեվ հաճախակի հարկավոր է գնահատել ոչ միայն ռեյտինգը, նաև հակառեյտինգը։ Երև հակառեյտինգի պատճառով մյուսը, որ եթե ասում են, որ Ռուսաստանն է փող ծախսում Սամվել Կարապետյանի ընտրությունների վրա, դա բացառվում է երևի մի քիչ Ռուսաստանի Դաշնությունն է փող ծախսում Սամվել Կարապետյանի եւ մնացածներին աջակցելու վրա, ավելի շատ Սամվել Կարապետյանը ծախսում է իր փողերը։ Սեփական գրպանից։ Իր սեփական գրպանից։ Եվ ինչ սպասել առաջիկայում Սամվել Կարապետյանը օրերս հայտարարեց, որ Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունեն։ Ինչ պլանի մասին է ձեզ պարոն Բեգլարյան եւ քանի որ Սամվել Կարապետյանի քաղաքական միտքը եւ հայտարարությունները դժվար է վերլուծել, ինքը քաղաքականություն մտավ ասելով, որ մենք մեր ձևով հարցերը կլուծենք, հիմա ասում է գաղտնի պլան ունենք։ Ինչպես հասկանալ այս հայտարարությունները։ Դուք զգացիք, որ ես հարցը սկսեցի ժպտալ, թե հարցը իմ մոտ իրոք գաղտնի պլանը ժպիտ է առաջացնում, որովհետև բանը Ամերիկայի նախագահը ասում էր խաղաքարտեր չունեք, հիմա Ռուսաստանին խաղաքարտեր, որ չի ունենում ձեռը, սկսում է բլեֆ անել։ Մասա բլեֆ, հա։ Խաղաքարտեր չկա, բլեֆ է, հա։ Ինձ թվում է ամենահավանականը, որ իրանք կփորձեն խժդժությունով, բռնի ուժով, նաև հնարավոր է զենքի բռնի ուժով գուցե փորձեն ինչ-որ բանի հասնել։ Այսինքն կգնան ինչ-որ գործողությունների, ոչ թե հեղափոխության, այլ հատուկ գործողությունների։ Երկուսը իրար հետ համակցված, որտեվ իրանք երևի այդքան մարդ չկարողանան հավաքել, չի բացառվում։ Զենքի ուժով ուզում եմ հասկանալ ինչ նկատի ունեք, պարոն Բեգլարյան, ընդհանուր կարող են գնալ սպանության փորձի։ Հավանականությունը քիչ է, բայց ես չեմ բացառում, բայց առաջին հերթին, ամենաառաջին հերթին կփորձեն մարդ հավաքել, ասենք գրավել իշխանական շենքերը եւ այլն, հիմնականում հնարավոր է այդ սցենարը եւ չի բացառվում, ինձ չի թվում, որ նաեւ զենքի կիրառումից իրենք հրաժարված լինեն,
բայց դա եթե անելու ունենեն, այնց կանեն, որ արտակուստ չերևա, որ դա քաղաքական կամ ինչ-որ։ Պարոն Բեգլարյան, եւ վերջում գանք նաեւ Ռուսաստանի Դաշնության կողմից այս սպառնալիքներին ամենօրյա հայտարարությունները լսում եք նախընտրական շրջանում, ապա հետընտրական շրջանում Հայաստանին սպառնում են, որ ձեր ապրանքի մուտքը կփակենք ՀՏՄ կամ Ռուսաստանի շուկայի առաջ եւ դա արվում է։ Հայաստանին սպառնում են, որ կվերանայենք ձեր լինել չլինելը հապկում եւ կարող ենք ձեզ դուրս դնել նաեւ հապկից, թեև գիտեք հայկական կողմը հայտարարում է, որ սառեցրել է հապկում իր անդամակցությունը, Հայաստանում ասում են, որ դեպի Եվրամիություն ձեր ճանապարհը մեզ դուրս չի գալիս եւ մենք կարող ենք ձեզ պատժել, ինչպես դա արեցինք Ուկրաինայի հետ։ Նախ այս զուգահեռները, այս սպառնալիքները արդյոք տեղին են նույն ուկրաինական սցենարով մեզ սպառնալը Հայաստանին նորմալ է, ճիշտ է եւ այդ զուգահեռը տեղին է արդյոք Ուկրաինայի եւ Հայաստանի դեպքում։ Եվ վերջում, երբ որ Հայաստանին սպառնում են, Ռուսաստանի գլխավոր վախը, Ռուսաստանի գլխավոր, այսպես ասեմ, մտավախությունը որն է, պարոն Բեգլարյան, ինչից են փորձում հետ պահել Հայաստանին այս փուլում, այս սպառնալիքները ինչի համար են։ Ինչ է անում Հայաստանը, որի համար իրենք ուզում են հետ պահել Հայաստանին։ Իրանք համարում են, որ Հայաստանը ռուսական իմպերիայի մի մասն է։ Դրա համար չեն ուզում կորցնել, որպեսզի չկորցնեն, պետք է իրանց համակարգը լինի Հայաստանում, իրանց դրածոները լինեն Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին, հապկին, իրանք էլ բլեֆի մեջ են, իրանք ավելի շատ են ուզում, որ Հայաստանը դուրս չգա տեղից։ Այսինքն իրենց պետք չի, որ Իրանց պետք չի, որովհետև առանց Հայաստանի ավելի վատ է եւ արժե զրկվում է, ոչ թե Հայաստանը եթե 1/5-ն է, որ 5 պետություններից մեկն է, այդտեղ ոչ թե 20% է, դուրս գալը նշանակում է, որ մի կիսով չափ արժե զրկվում է այդ կազմակերպությունը։ Իսկ խաղաղությունը պետք է Ադրբեջանի հետ հաստատվող հարաբերությունները խաղաղության այս ճանապարհը եւ նաեւ Թուրքիայի հետ կարգավորումը պետք է Ռուսաստանի Դաշնությանը։ Չէ, դե մենք միշտ էլ ասում ենք մանավանդ վերջին շրջանը, որտեվ բաժանիր, որ տիրես եւ բացի դրանից էլ միշտ եթե կոնֆլիկտը լինի, ես համաձայն եմ այդ բանը վաղուց քննարկում եմ, ես համաձայն եմ այդ թեզի հետ, որ միշտ էլ ուզում են կոնֆլիկտը սրած պահեն, որ իրանք մթան մեծ աղբեր են, այդ հարցը կլուծեն։ Այսինքն փրկիչի դերով դա։ Փրկիչի դերում լինելու համար իրանց պետքա որ կոնֆլիկտը շարունակվի, նույնիսկ որ Փաշինյանը գնացել էր վերջի հանդիպում ընտրություններից առաջ Պուտինի հետ, եթե հիշում եք, Պուտինը ասեց, մենք հասկանում ենք, որ Ղարաբաղի հարցը ձեզ համար բանը զգալի է, ինչ որ մի քիչ ուրիշ բառ ասեց, այսինքն ինքը ասեց, որ մենք հələ կարող ենք այդ հարցով էլի մասնակցել, նորից ուզում է տանի նրան, որ ես կարող եմ այդ հարցում օգնել, այսինքն նորից տանում է հետ։ Այսինքն հակամարտությունը շարունակենք։ Այո, ինքը ասում է տես կտամ, բայց այդ տալու process-ը Ղարաբաղը կտամ, բայց տալու process-ը ինքը նորից ուղղում է Հայաստանին դեպի հակամարտություն։ Եվ վերջում սпасել արդյոք ռուսական կողմից շնորհավորանքի, որովհետև գիտեք ընտրություններից հետո Ռուսաստանի Դաշնությունը ղեկավարի մակարդակով դեռևս չի շնորհավորել, դա արդյոք կարևոր է Հայաստանի Հանրապետության համար թե չէ, որովհետև իրենք հայտարարում էին, որ եթե ԿՊ-ն հաղթի, իրենք չեն ճանաչելու ընտրության արդյունքները, չեն շնորհավորելու, ապա լեգիտիմ են ընտրությունները, ընտրությունից հետո հայտարարեց Զախարովան։ Հիմա ինչ սпасել եւ իրենց այդ վերաբերմունքը արդյոք որևէ բան փոխում է։ Միջազգային կոնյունկտուրային նկատի ունեմ, որովհետև տեսնում եք աշխարհի տարբեր երկրներ տարբեր ծայրերից շնորհավորել են, ընդունել են ընտրությունների արդյունքները։ Չեն շնորհավորում, որովհետև իրանք դեռ չեն վերջացրել իրենց գործառույթները։ Օրինակ։ Քանի որ ընտրություններից հետո առայժմ ոչ մի խժդուժություն տեղի չի ունեցել, սահմանադրական դատարանի որոշումը դեռ չկա, ավելի հավանական է, որ իրենք կփորձել ժողովրդին
ովքեր իրանց կողմն են կամ առնելով, կամ համոզելով, կամ բանանելով ինչ որ մի մաս 10,000, 20,000 մարդու ոտքի հանել ցույցերի սահմանադրական դատարանի որոշումից հետո ու բարդացնել իրավիճակը ու դա ես համոզված եմ, որ այդ պլանը մինչև հիմա Ռուսաստանի ներկայացուցիչները, որոնք Հայաստանում են, եւ Ռուսաստանի ղեկավարության մեջ այդ հարցերը քննարկվում է, իրանք կոնտակտի մեջ են ու սպասում են դրան։ Այսինքն հարցերը թե ինչպես վարվել հետո։ Հա, այդ պատճառով իրանք սպասելիք ունեն գուցե ինչ որ բան դեռ պետք է փոխվի ու ես համոզված եմ այդ պատճառով չէ շնորհավորում։ Պատճառներից մեկն է դա, որ սպասում են, որ ինչ որ բան հələ կարող է փոխվի։ Մեկ, երկրորդն էլ իրանց քինախնդրության եւ մեծամտության պատճառով չեն շնորհավորում։ Իսկ դա մեծ բան է փոխում մեր իրականությունը։ Չէ, ոչ դա բան չի փոխում, ուղղակի պետք է հիմա քինախնդրությունն էլ ուժ չունի, մենք պետք է երևի շնորհակալ լինենք Ուկրաինային, որ հիմա Ռուսաստանը ուժ չունի, բացի դրանից սահման էլ չունի մեզ հետ։ Բացի դրանից ես ասեմ, գուցե կգա անենց մի պահ, որ Կովկասյան 3 հանրապետությունները միասին կլինեն իդեմ Ռուսաստանի, եթե Ռուսաստանը այդ քաղաքականությունը շարունակի։ Շնորհակալ եմ, պարոն Բեգլարյան։ Հիշեցնեմ, որ զրուցակիցս Ռուսաստանաբնակ քաղաքական վերլուծաբան Կամո Բեգլարյանն էր, կհանդիպենք։